Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ներքին գործերի նախարարության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Դավթյան հրավերն ընդունելու համար։ Նոր օրենք կա անձահաստատող փաստաթղթերի վերաբերյալ, ինչ փոփոխություններ եւ ինչ է պարունակում այդ նոր օրենքը։ Այո, օրենքը ամբողջությամբ նոր է, կարգավորումները բնականաբար նույն անձահաստատող փաստաթղթերի մասին են, որոնք մինչ այսօր, քանի որ նոր օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, ծրված են տարբեր իրավական ակտերում, այսինքն մենք վերանայել ենք ընդհանուր առմամբ մոտ 3 տասնյակ իրավական ակտ, այդ թվում մի քանի օրենքներ, մի քանի ենթաօրենսդրական ակտեր եւ ավելի մանր իրավական ակտեր, այսպես ասած, եւ այդ ամենը միավորել ենք մեկ փաթեթի մեջ, մեկ, այսպես ասած, մայր օրենքի շրջանակում, որը կոչվում է անձահաստատող փաստաթղթերի մասին օրենք, բազմաթիվ պետություններ հենց այս մոդելով են կարգավորում ոլորտը, մենք նույնպես ընտրել ենք այդ մոդելը եւ հատկապես այն կարեւոր էր հիմա նախաձեռնել, որովհետեւ առաջիկայում աշնանը, ինչպես գիտեք, մենք նոր ենթակառուցվածք ենք, նոր կենսաչափական ենթակառուցվածք ենք գործարկելու, որը մասնավորի ձեռամբ է արվելու, այսպես ասած, եւ այս օրենքը նաեւ կարգավորում է այս կտորը, ինչպես են դերերը բաշխվելու եւ լիազորությունների տիրույթը սահմանազատվելու, մասնավորի եւ պետության միջեւ, եւ մեկ իրավական ակտի շրջանակում կարգավորված է ամենը։ Ինչ փոփոխություններ կան, գլխավոր մի քանիսը նշեմ, առաջինն այն է, որ նույնականացման քարտը տրամադրել ենք նաև մինչև 16 տարեկան անձանց կամավորության հիմունքով ծնողի կամարտահայտության հիման վրա 6-ից մինչև 16 տարեկանները եւս այսուհետ կարող են ստանալ նույնականացման քարտ։ 16-ից սկսած քարտը դառնալու է պարտադիր, այժմ կամավոր հիմունքներով է։ Տեսեք, պարտադիրությունը որպես այդպեսին չի պատժվում որևէ սանկցիայով, այսպես ասած, այսինքն բոլոր նրանք, ովքեր չեն ունենա նույնականացման քարտ 16-ում, 20-ում կամ ավելի ուշ, հետևանք չի ունենա։ Պարզապես նույնականացման քարտի վրա է կառուցում պետությունը հանրային ծառայություններ մատուցելու մեխանիզմները այսուհետ եւ անձի իրավական ինքնության նույնացման մեխանիզմները, այսինքն պարտադիրության տրամաբանությունը դա է, որ պետությունը այս ճանապարհով է քաղաքացու հետ հանրային ծառայությունների դեպքում շփվելու։ Եթե չի ենթադրելու, ինչու պարտադիր թող լինի կամավոր կամ ոնց որ մինչև 6 տարեկանն է լինի, մինչև 16 եթե կամավոր է, անձը իրավունք ունի դիրքավորվել, որ ինչու ես պարտավոր չեմ ունենալ նույնականացման քարտ, բայց մատուցել ինձ այսինչ ծառայությունը։ Իսկ պարտադիրության տրամաբանությունը հենց այդ է, որ պետությունը խնդրում է ունենալ նույնականացման քարտ, որպեսզի բոլոր ծառայությունները լինեն հասանելի, եւ նույնականացման քարտ ունենալու պայմանով է տրամադրվում նաեւ անձնագիր։ Նույնականացման քարտը այսուհետ կտրամադրվի 5 տարի վավերականության ժամկետով, անձնագիրը 10 տարի, ինչպես որ հիմա է։ Տրամադրման ժամկետների առումով եւս որոշակի փոփոխություններ կան, 12 փաստաթղթերի պարագայում էլ կլինի 14 աշխատանքային օր, դիմումից սկսած մինչև փաստաթղթի տրամադրումը, այս ընթացքում նաեւ իհարկե կլինի բիոմետրիկայի հավաքագրման փուլը եւ իհարկե կլինեն նաեւ արագացված ծառայություններ արդեն հավելյալ վճարների դիմաց այդ սկզբունքով։ Հասկանանք, ինչու է սահմանվել, որ 6 տարեկանից սկսած է մինչև 16 տարեկան անձը, երեխան կարող է այս դեպքում ոչ պարտադիր կամավոր սկզբունքով ունենալ, դա ինչ է փոխելու, ինչ է տալու։ Կրկին ծնողի կամարտահայտությունն է, ինչպես գիտենք, եթե կա անչափահաս երեխաների հետ ճամփորդելու պլաններ, այստեղ նույնականացման քարտը չէ որ գալիս է օգնության, այստեղ անձնագրավորման տրամաբանությունն է եւ էլի գալու է այն սկզբունքը, որ եթե պահանջվում է անձնագիր, ապա պետք է լինի նույնականացման քարտ նախ եւ առաջ, հետո նաեւ անձնագիր եւ այսպես ուրեմն այս նույնականացման քարտը մեր թվային ծառայությունների մատուցման տիրույթում բացելու է նոր ժամանակաշրջան, նոր հնարավորություններ եւ այսպես ասած բանալին է լինելու անձի թվային ինքնության։ Եվ այս իմաստով նաեւ անչափահասները շատ ու շատ ծառայություններից անչափահասների համար նախատեսված ծառայությունները եւս նույնականացման քարտի միջոցով հասանելի կդառնան։ Տիկին Դավթյան, իսկ ինչու է պարտադիր, որ մարդը ունենա ID, հետո նոր անձնագիր։ Տեսեք, անձնագիրը զուտ ճամփորդական փաստաթուղթ է, միջազգային ID-ով դա հնարավոր չի լինելու, նույնիսկ ID-ով հնարավոր է, հատուկենտ երկրների պարագայում երկկողմ պայմանավորվածության եւ ձեռքբերված համաձայնագրերի հիման վրա, տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետությունը միայն Վրաստանի եւ Ղազախստանի հետ ունի նման պայմանավորվածություն, բայց ID-ին ICAO-ով, այսինքն քաղաքավիացիայի միջազգային ստանդարտներով չի համարվում ճամփորդական փաստաթուղթ, ճամփորդական փաստաթուղթ համարվում է անձնագիր, իսկ ID-ն ներքին օգտագործման համար, այսինքն անձը նախ պետք է նույնական լինի պետության համար ներքին տիրույթում, հետո դրա հիման վրա նոր տրամադրվի ճամփորդական փաստաթուղթ։ Շատ լավ, իսկ հնարավոր է ունենալ հին ID-ն կամ շարունակել կիրառել հին ID-ն եւ դրա հիմքով ստանալ արդեն նոր օրենքով սահմանված անձնագիրը։ Այո, հնարավոր է, մենք մաքսիմալ փորձել ենք այնպես կարգավորել ամենը, որ նեղություն չպատճառենք մեր քաղաքացիներին, ամենը կազմակերպված է կամավորության հիմունքով, անձը կցանկանա կփոխի, նույնականացման քարտը կամ անձնագիրը չի ցանկանա, չի փոխի, բայց պետք է նկատի ունենալ, որ
որոշակի ժամկետից սկսած, այդ ժամկետը կհայտարենք ավելի ուշ, բայց այն լինելու է այս աշնանը, այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն արտադրվի, այսինքն եթե անձը կունենա ժամկետի խնդիր, լրացել է վավերականության ժամկետը, արդեն ստիպված կլինի նորը վերցնել, կամ նույնն է, որ վնասված լինի փաստաթղթը կորցնելու պարագայում նույնն է։ Այսինքն հստակեցնենք, այս պահի դրությամբ, եթե ես ունեմ հին նմուշի անձնագիր կամ ID card, ես նոր օրենքի ընդունումից հետո էլ կարիք չունեմ այս պահի դրությամբ դրանք ամբողջությամբ փոխարինելու, այլ ժամկետի ավարտից կամ, չգիտեմ, ձեր ասած կորելու կամ վնասելու դեպքում արդեն կարող եմ ստանալ նորը։ Ճիշտ է, լիովին ճիշտ է։ Շատ լավ։ Փաստաթղթերի տրամադրման գործընթացում ասացիք, որ նախատեսվում է նաև մասնավոր գրասենյակների ներգրավում, սա ինչ է։ Մասնավոր գործընկերը արդեն ներգրաված են պայմանագրի կողմը ճիշտ այնպես ինչպես պետությունը առաջին անգամ է, որ մենք այսքան ծավալուն մեծ process-ը կազմակերպում ենք պետություն մասնավոր գործընկերության մոդելի միջոցով։ Նման օրինակներ մեր քաղաքացիները կարող են էլի հիշել, բայց օրենքի կարգավորման ներքո առաջին պրոյեկտն ենք իրականացնում, այսինքն Հայաստանի Հանրապետությունում կա պետություն մասնավոր գործընկերության մասին օրենք եւ այս օրենքի ներքո իր կարգավորումներով, կառավարության որոշումներով ամենը կազմակերպում ենք այս տրամաբանությամբ, ինչը նորություն է մեր պետական ապարատի համար եւ մենք սովորաբար բոլոր process-ները որպես կանոն գնումների ակնոցով ենք նայում, դիտարկում, կազմակերպում, իսկ այստեղ մենք նույն ծրագրի հավասար երկու պայմանագրային կողմերն ենք լինելու մասնավորի հետ։ Խոսքը IN Group ֆրանսիական միջազգային հեղինակավոր կազմակերպության մասին է, ով կոնսորցիումի գլխավոր առաջատար անդամն է, կոնսորցիումում կա նաև երկրորդ ընկերությունը ACI Technologies է կոչվում եւ նրանք միասին հիմնադրել են Հայաստանում HiPass ընկերությունը։ HiPass փակbaşնետիրական ընկերությունն է, որ կբացի գրասենյակներ Հայաստանում սկզբնական փուլում 14-ը, այնուհետև եւս 2 փուլով մինչեւ եկող տարվա փետրվար ամիսը մենք ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում կունենանք 23 նոր գրասենյակներ։ Երկուսը Երևանում, 2 առևտրային մոլերում են լինելու տեղակայված, Երևան մոլում եւ Մեգամոլում, մյուս մնացած հատվածը մարզերում։ Դա չի նշանակում, որ մենք անմիջապես հաջորդ օրը կփակենք բոլոր մեր անձնագրային ծառայությունները, սակայն այլևս որևէ դիմում անձնագրի կամ նույնականացման քարտի հետ կապված մեր ծառայությունները չեն ընդունի։ Այս գործառույթը ամբողջությամբ տեղափոխվում է մասնավորի տիրույթ։ Քաղաքացիները էլ չեն դիմելու անձնագրային ծառայություններ, գնալու են մասնավոր գրասենյակներ, որոնք կբացվեն։ Տեսեք, երկու իրավիճակ եկեք առանձնացնենք, եթե անձի տվյալները արկա են եւ որևէ խնդիր չկա բնակչության պետական ռեգիստրում, ապա այո, պետք է նախագրանցվել եւ միանգամից մոտենալ մասնավորի գրասենյակ։ Բայց բոլոր այն դեպքերում, երբ անձը կնախագրանցվի, այսինքն կլրացնի իր անձնական տվյալները որոշակի դաշտեր եւ կընտրի այցելության օր ու ժամ, որ մոտենա եւ մատնահետք եւ լուսանկար տարբերակով։ Առցանց տարբերակով պարտադիր, այո։ Եթե չկա նախագրանցում, ապա տեղում է դա արվում, այնտեղ եւս կա հնարավորություն համակարգիչները բոլոր գրասենյակներում տեղադրված են լինելու տեղում նախագրանցվելու համար։ Բայց այս փուլը պարտադիր է, որպեսզի մուտքագրված տվյալները համեմատվեն on-line ինքնաշխատ տարբերակով բնակչության պետական ռեգիստրում զետեղված տվյալների հետ։ Եթե դրանք ճշգրիտ նույնությամբ համընկնում են եւ որևէ խնդիր պրոֆիլը չունի, անձի հետախուզում եւ այլն, ապա անձը ազատ է օր եւ ժամ ընտրելու, մոտենալու, սպասարկվելու։ Բայց եթե դիցուկ անձը առաջին անգամ է անձնագիր ստանալու եւ մի ամբողջ կյանք ենթադրենք չի եղել Հայաստանի Հանրապետությունում, ապա նրա տվյալները օբյեկտիվորեն չկան բնակչության պետական ռեգիստրում, ծնունդից ի վեր չի եղել Հայաստանի Հանրապետությունում, շատ են նման դեպքերը։ Անձը նախ պետք է մոտենա մեր ծառայություն։ Մենք պետք է ստեղծենք այդ իրավական ինքնությունը, պրոֆիլը մուտքագրենք բնակչության պետական ռեգիստր, այն ճանաչելի դառնա on-line տիրույթում, հետո նոր կկարողանա արդեն անձը դիմել միգրացիայի ծառայություն պիտի մոտենա, թե անձնագրային բաժանումից որևէ մեկը այլևս մեր տարածքային գրասենյակները կլինեն միգրացիա եւ քաղաքացիության ծառայության մասնաճյուղերի ձևաչափով, այսինքն մեր լոկալ ներկայացվածությունը կլինի մարզերում, կմատուցենք ոչ միայն այս տեսակ ծառայություններ, այլ նաեւ օտարերկրացիներին վերաբերող, ապաստանի, փախստականներին վերաբերող ծառայություններ եւ այո, այդ գրասենյակներում հնարավոր կլինի այս process-ը անցնել։ Դուք ասացիք իրավասությունը պետականի եւ մասնավորի նույնությամբ լինելու է նույնական։ Ոչ, դրանք բոլորովին երկու տարբեր process-ներ են։ Իրավունքը, տեսեք, որոշումների կայացման կտորը դա պետության ավտոնոմ լիարժեք իրավասությունն է, այսինքն պետությունն է, որ որոշում է, որ սուբյեկտին ինչպիսի փաստաթուղթ պետք է տրամադրվի։ Դիցուք օտարերկրացի է, որը դիմում է կացության կարգավիճակ, որը եւս ID քարտի, պլաստիկ քարտի տեսք ունի, այդ փաստաթուղթը ստանալու համար։ Մինչև պետություն այդ կանաչ լույսը, այսպես ասած, ամբողջ վայրկյանների
ընթացքում եւ on-line միջավայրում իհարկե տեղի ունենում, բայց հարցում առաջին հերթին գալիս է միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Երբ որ մեր համապատասխան բաժինը հաստատում է, որ անձը այո ունի Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ կամ նույն անձնագրի օրինակով, որ անձը ենթակա է փաստաթղթավորման Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով եւ այսպես ասած թույլ է տալիս մասնավորին վերցնել կենսաչափական տվյալներ եւ տպագրել փաստաթուղթը, նոր կարող է ուրեմն անձը մոտենալ եւ սպասարկվել։ Այլապես եւ ասեմ ավելին, երբ որ բիոմետրիկ տվյալները վերցվում են, դրանից հետո եւս մեկ անգամ պետությունը շատ ավելի խորը քննություն է անցկացնում տվյալ դիմումը ենթակա է սպասարկման թե ոչ, վերցված մատնահետքը եւ բիոմետրիկ տվյալները ուղարկվում են կրկին միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Մենք ունենք հատուկ նոր ստեղծված բաժին, որը ուսումնասիրելու է այդ հավաքագրված տվյալները։ Այստեղ նաև հավաքագրված տվյալները համեմատվելու են մեր ունեցած մատնահետքերի հետ, որովհետև ինչպես գիտեք, ինչքան էլ որ մենք հիմա այլևս էլեկտրոնային կրիչով չենք տրամադրում նույնականացման քարտերը եւ անձնագրերը սկսած 2022-ի տարեսկզբից, այդուամենայնիվ նույնականացման քարտի դիմումի ընթացքում վերցնում ենք մատնահետք, ընդ որում բոլոր 10 մատներին, այսօր միայն 2 մատից ենք վերցնելու։ Եվ այդ մատնահետքերը կուտակվում են։ Մենք ունենք մոտ 1.5 միլիոն մատնահետքեր կուտակված, որոնք որպես այդպիսին օգտագործման սցենար չունեն, այսինքն մինչև այսօր չկա մի ընթացակարգ, որտեղ այս կուտակված մատնահետքերը կիրառվում են անձի նույնացումը ապավելու համար։ Այ հիմա է գալիս այդ մատնահետքերի ապակոդավորման անհրաժեշտությունը եւ մենք մեր ունեցած տվյալների հետ համեմատելու ենք նոր հավաքագրված տվյալները, այսպես ասած բնակչության պետական ռեգիստրում վերիֆիկացնելու ենք տվյալ անձի պրոֆիլը, նոր կրկին անձը ենթակա է փաստաթղթավորման։ Եթե անձը ցանկանում է օգտվել դիցուկ 1 օրյա արագացված ծառայությունից, այս ամենը հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում է իրականացվում, այսինքն ես երկար եմ նկարագրում, բայց process-ը ամբողջությամբ էլեկտրոնային է։ Որքան է արժանանալու այդ փաստաթղթերի ձեռքբերումը։ Նոր անձնագիր եւ սովորական ընթացակարգի պարագայում։ Արագացված այս բանը կդժվարանամ նշել, մասնավորի տիրույթում է գինը որոշելը եւ ծառայությունն առաջարկելը, ավելի ուշ կհանրայնացնենք, իսկ ստանդարտ ծառայության արժեքը լինելու է 28000 ներողություն 29850 դրամ կենսաչափական նոր անձնագրի համար եւ 5950 դրամ կենսաչափական նոր նույնականացման քարտի համար։ Առաջին հայացքից գները կտրուկ տարբերվում են մեր հիմիկվա մատուցած ծառայություններից։ Ավելի բարձր են։ Ակնհայտորեն ավելի բարձր են, բայց հետեւյալը եկեք պայմանավորվենք, պետք չի համեմատել նոր գինը մեր ընթացիկ փաստաթղթի արժեքի հետ, որը 1000 դրամ է կազմում պետտուրքը, որը ավելի ցածր է նույնիսկ քան անձնագրի դատարկ ձևանմուշը, բլանկը ինքն է։ Պետությունը շատ ավելի բարձր գնով է այդ բլանկը ձեռք բերում։ Պետք է համեմատել մեր նախկին ունեցած կենսաչափական փաստաթղթի արժեքի հետ, այն 25000 դրամ արժեր, այսինքն ավելացումը 25000-ի համեմատությամբ եկեք գնահատենք այն համատեքստում, որ մեր ունեցած նախկին կենսաչափական համակարգը, ինչպես արդեն նշեցի, չի ունեցել օգտագործման տիրույթներ, այսպես ասած use case չի ունեցել մեր հավաքագրած մատնահետքը, այն փոխգործելի չի եղել միջազգային քաղաքավիացիայի շրջանակում։ Այսինքն այդ էլեկտրոնային կրիչը չափազանցություն չի լինի նշել, որ ֆորմալ է եղել։ Ընթերնելի է եղել, այո, համապատասխան սարքերով, բայց ընդհանրապես ընթերցել ենք այն, ինչ այնտեղ այդ տեղեկատվությունը կա։ Իսկ հիմա ինչ է լինելու։ Հիմա իհարկե քաղաքացին գնահատելու է, որ փաստաթուղթը նոր է, շապիկի գույնը տարբերվում է նախկինից, էջերը պատկերազարդ են, ինչի մեջ շատ մեծ ջանք է դրվել։ Իսկապես մենք փորձել ենք այնպես անել, որ հասցեագրենք բոլոր ակնկալիքները, բոլոր հետադարձ կապերը, որ մենք ստացանք առաջին անգամ փաստաթուղթը հանրայնացնելուց հետո անվտանգային բաղադրիչների մասին առանձին արժեշարժ երկար զրուցել, որովհետև միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան մոտ 1 տասնյակ առանձին անվտանգային պաշտպանիչ շերտերով է օժտված այս փաստաթուղթը եւ քաղաքացին անձն աչքով միայն գնահատելու է, որ փաստաթուղթը նոր տեսք ունի եւ սպասարկման գրասենյակը ավելի ժամանակակից է ու հարմարավետ է, ինչը այո, իհարկե շատ կարևոր է եւ մենք հենց միտում ունենք հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր նշաձող սահմանել Հայաստանի Հանրապետությունում։ Միաժամանակ ես ցանկանում եմ նշել, որ այս ծրագրի ավելացված արժեքը ենթակառուցվածքն է, այսինքն ոչ թե ինքնին փաստաթուղթը, ոչ թե գրասենյակի ֆիզիկական պայմանները, այլ այն էկոմիջավայրը, որ մենք ստեղծում ենք։ Այսպիսի տվյալների կենտրոն կարծես թե Հայաստանի Հանրապետությունում մենք չունենք այս պահի դրությամբ, այն
միջազգային EIDAS ստանդարտով է կառուցվում եւ կառուցապատումը ինքը եւս ստանդարտավորված է պատերի, միջնորմերի հաստությունը, որտեղից ինչպեսի ելք կարող է լինել, ինչ սահմանափակումներ, ինչ մուտքեր, ինչպես է ամբողջ արտադրությունը կազմակերպվելու եւ այլն, միջազգային համապատասխան փորձագետները այցելելու են եվրոպացի գործընկերները Հայաստան, այդ բոլոր չափումներն ու ստուգումները իրականացնելու են եւ սերտիֆիկացնելու են մեր տվյալների կենտրոնը եւ անձի իրավական ինքնության ձևավորման բոլորովին նոր էկոմիջավայր ենք ստեղծելու։ Այսինքն իրականում, ինչպես պետության, այնպես էլ քաղաքացու համար այս ծրագրի իրական արժեքը իրավական ինքնության պաշտպանությունն է եւ իհարկե այն միջազգային վարկը, հեղինակությունը, որ մենք ձեռք կբերենք այս ենթակառուցվածք ունենալուց հետո, որովհետեւ միայն տնտեսական ցուցանիշները եւ արտաքին քաղաքականությունը չեն, որ պետությանը դարձնում են վստահելի միջազգային գործընկեր, մեր ենթակառուցվածքների եւ ինստիտուտների որակը այսպիսով վերաբերելի կտորով դառնում է արժանապատիվ եւ դառնում է միանգամայն ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, ամենազարգացած պետությունների հետ համադրելի։ Տիկին Դավթյան, սա չէր կարող անել պետությունը ինքը ամբողջությամբ, ինչու եւ ինչու է դա պատվիրակում, արտապատվիրակում մասնավոր կազմակերպությանը։ Եվ այս տեսանկյունից նաեւ հարց կարող է առաջանալ մեր անձնական տվյալների պաշտպանության առումով այս մասնավոր կազմակերպությունները որքանով են իրավասու պատասխանատվություն կրելու տեսանկյունից։ Մի փոքր շտկում ուղղակի, որ մեկ միջազգային մասնավոր կազմակերպության հետ գործ ունենք, մի հատ էլ այսպես հայտարարություն, որ մեր անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմը ամրապնդվում է, պաշտպանությունը բարձրանում է շեշտակի անգամներ, այսինքն ոչ թե դրանք դառնում են ավելի խոցելի, որովհետև կարող է որևէ մասնավոր կազմակերպություն դրանց հասանելիություն ունենալ, այլ այս մասնավոր կազմակերպության բերած ենթակառուցվածքով մեր անձնական տվյալները պաշտպանվում են անգամներ ավելի հուսալի տարբերակով, հիմա արդեն բացատրեմ ինչպես։ Ուրեմն մենք հիմա չունենք կենսաչափական այդ տվյալները եւ նշանակում է, որ այն տվյալները, որոնք պետությունը տիրապետում է, անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, հաշվառման հասցե եւ այլն, հանրային ծառայությունների համարանիշ եւ այլն, եւ անձը ֆիզիկապես ապացուցելի կապ նրանց միջև չկա, այսինքն վիրտուալ այդ տվյալների եւ ֆիզիոլոգիական անձի միջև որևէ ապացուցելի կապ չկա։ Հիմա կենսաչափական տվյալն է, որ ամենահուսալի տարբերակով, այսպես ասած, դրոշմ է դնում այդ տվյալների վրա եւ ֆիքսում է, որ այսուհետ այս անձը այս տվյալների կրողն է։ Եվ կենսաչափական տվյալը ինքնին իրավական ինքնության մասին չի, այսինքն մատնահետքը քաղաքացիություն չէ բնականաբար, բայց կենսաչափական տվյալն է գալիս վավերացնելու անձի իրավական ինքնությունը։ Սրա մասին է խոսքը եւ ուզում եմ նշել պարզապես, որ մի պահ, եթե մենք ուշադրություն դարձնենք, թե ինչ շղթա է այս պահին մեր ծառայության մատուցումը, անձը մոտենում է, դիմում է, հայտարարում է, օրինակ, որ անձնագիրը կորցրել է, թղթային դիմում է ներկայացնում, գրպանից երկու լուսանկար է տրամադրում, ինչ որ փաստաթղթեր են պատճենվում, ինչ որ գործ է կազմվում եւ դրա հիման վրա նոր փաստաթղթ է տրամադրվում, որտեղ է այն կետը, որտեղ որ պետական մարմինը հավաստիանում է, որ այդ անձը իրավունք ուներ այդ դիմումը ներկայացնելու եւ նա կարողն է հենց այն տվյալների, որով որ ներկայանում է։ Սա է, որ իսկապես նորություն է դառնալու մեր կյանքում։ Լավ, իսկ նոր համակարգը կկրճատի հերթերը եւ սպասարկման ժամանակը, թե հակառակը կավելացնի։ Տեսեք, իրականում մեր հերթերի խնդիրը մենք կարծես թե արդեն 2-3 տարի է լուծել ենք, որովհետև եթե հիշենք նախկինում ինչպիսի անկառավարելի ամռան սեզոնին ամիսներ ձգվող հերթեր էին, պարզապես անձնագիր ձեռք բերելը դառնում էր ճամփորդությունը պլանավորելու նախապայման եւ այլն, մենք այդ իրավիճակը վաղուց հաղթահարել ենք։ Հիմա այս սպասարկման գրասենյակների թիվն էլ շեշտակի իջնելու է եւ սա է միջազգային ստանդարտը, 47-ն են այս պահին մեր տարածքային գրասենյակները, դրանք վերածվելու են 14-ի սկզբնական փուլում եւ 23-ի եկող տարեսկզբին մի քանի ամսվա ընթացքում։ Զգալիորեն ավելի քիչ է։ Գումարած դրան ամբողջ բնակչությունը պիտի փուլ առ փուլ անցնի այս նոր օրենքով կենսաչափական անձնագրերի եւ ID-ների։ Ասեմ ավելին նաեւ օտայկրացիները, որոնք հիմա առանձին են սպասարկվում։ Բայց հաշվարկված է այնպես, որ հերթը որևէ պայմաններում չպետք է գերազանցի 14 օրը։ Դա պայմանագրային պահանջ է։ Փաստաթղթերի տրամադրման։ Հերթը իր հերթին 14 օր է, փաստաթղթերի տրամադրումը եւս 14 աշխատանքային օր է։ Բայց հիմա եթե միայն հերթին անդրադառնանք, ապա մեր ընդհանուր պահանջարկի 50%-ն
պետք է սպասարկվի 7 օրյա ժամկետում։ Մյուս 50%-ի սպասարկումը կարող է ձգվել մինչև 14 օր։ Սա մի ալգորիթմ է, որը ներդրվելու եւ քաղաքացին երբեք չի զգալու, հերթը կառավարելի պահելուն է ուղղված եւ մենք ունենք այսպիսի թիրախային ցուցանիշներ շատ, այսինքն պայմանագիրը լի է թիրախային ցուցանիշներով, որոնցով որ պետությունը այնուամենայնիվ որոշակի վերահսկողական գործառույթ ունի իհարկե մասնավորի նկատմամբ եւ եթե որևէ թիրախային ցուցանիշ խախտվում է, երկու սցենար կա զարգացման, կամ պետությունը տուգանում է մասնավոր գործընկերոջը, կամ գործընկերը շտկում է։ Սա արդեն այն մասին է, թե ինչքան որակյալ կկառավարի պետությունը այս պայմանագիրը եւ պայմանագրի կառավարման համար առանձին իհարկե թիմի աշխատելու բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով, որպեսզի կարողանանք այն որակը, որը հիմա խոստանում ենք եւ ներդրման պահին կունենանք, պահպանենք պայմանագրի գործողության ողջ 10 տարվա ընթացքում։ Եվ ամփոփելով զրույցը, կենսաչափական անձնագրերը նաև նախատեսում են ներդնել, որպիսի վիզաների ազատականացման գործընթացը ավելի սահուն ընթանա եւ սա շատ կարեւոր պայման է, բայց կոնկրետ ինչ է սա փոխելու, օրինակ սահման հատելիս կամ ճանապարհորդելիս արտերկիր մեկնելիս։ Ոչ թե որպեսզի ավելի սահուն ընթանա, այլ որպեսզի կայանա եւ տեղի ունենա առհասարակ, որովհետեւ երևի թե ամենաառանցքային նախապայմաններից մեկն է ունենալ կենսաչափական անձնագիր, նույնիսկ տեխնիկապես ուղղակի սահմանհատումը դժվար է պատկերացնել առանց կենսաչափական փաստաթղթի։ Այո, սա հենց առաջին բլոկով գործողությունների ծրագրի ներկայացված է եւ լավ է, որ մենք process-ը սկսել էինք շատ ավելի վաղ, քան ստացել են գործողությունների ծրագիրը։ Սա բնականon ոլորտի զարգացման ճանապարհ է։ Դուք նախորդ հարցում նաեւ նշեցիք ինչու պետությունը ինքն իր ուժերով չի արել, ներողություն այդ հատվածը բաց թողեցի, ես հիմա նաեւ դա լրացնեմ։ Տասնյակ պատճառներ կարելի է բերել, ինչի պետությունը չէր կարող սա ինքնուրույն անել, որովհետեւ փոխում են ենթակառուցվածքի բոլոր բաղադրիչները։ Հիմա 7 աշխատանքային խմբեր առանձին բաղկացած լիազոր մարմնի, տվյալ պարագայում միգրացիա եւ քաղաքացիության ծառայության եւ մասնավորի ներկայացուցիչներից 7 առանձին ուղղություններով աշխատանքը գնում է, այդ թվում իրավաբանություն, այդ թվում շինարարություն հսկայական ծավալի, պայմանագրի կառավարում, ծրագրային լուծումներ, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ճարտարապետություն առհասարակ եւ այլն, եւ այս ամենը նախ հնարավոր չէր իրականացնել այն ֆինանսական ներդրումը, որ պահանջվում էր անել պետբյուջեից արդարացված չէր, երկրորդ չունենք այդ փորձագիտական ներուժը, մենք չունենք այդ մասնագետները, այդ ենթակառուցվածքը, այդ սերտիֆիկացման հնարավորությունը մենք նոր պետք է սովորենք։ Պետություն մասնավոր գործընկերությունը հենց նաև դրա մասին է, որ մասնավորը օգնում է պետությանը նաև զարգացնել կարողությունները եւ ինչ որ պահի պայմանագրի դադարեցումից հետո հետ վերցնել եւ աշխատացնել, այսպես ասած, ենթակառուցվածքը ինքնուրույն եւ սկսած ֆիզիկական պայմաններից մինչեւ մարդկային ռեսուրսներ եւ հմտություններ, ուղղակի տարիներ կտևեր, եթե պետությունը որոշեր սեփական ուժերով անել եւ իհարկե կձախողեր։ Սա թռիչքաձև զարգացում է ոլորտի եւ ուղղակի մասնավորի աջակցությունը այն էլ հեղինակավոր այնպիսի միջազգային կազմակերպության աջակցություն, որը ինքը ոլորտում թելադրող է։ Այս ընկերությունն աշխարհի 130 տարբեր պետություններում որոշակի լուծումներ ունի ներդրած, այսինքն մենք ենք իրենց հրավիրել։ Մենք բաց մրցույթ ենք իրականացրել, մրցույթը 2 տարի է տևել, 5 մասնակից ենք ունեցել արդեն որակավորման փուլում, 3-ը որակավորվել են, որոնցից 2-ը տեխնիկական եւ ֆինանսական առաջարկ են ներկայացրել, 2-ի միջև ընտրվել է սա, այսինքն միջգերատեսչական գնահատող հանձնաժողովը սա է ընտրել։ Եվ այո, ինչպես նշեցի, վիզաների ազատականացման առանցքային պայմանն է, որը մենք արդեն կունենանք այդ թռչնակը դրված աշնանը։ Իսկ սա կհեշտացնի վիզաների ստացումը։ Սա նախապայման է, առանց սրա ուղղակի չէր կարող լինել եւ կարող ենք համարել, որ կարևորագույն խնդիրներից մեկը լուծված է գործողությունների ծրագրի 4 հիմնասյունային ուղղություններից առաջինը մեծ կտորով կլուծվի կենսաչափական համակարգի ներդրմամբ։ Տիկին Դավթյան, իսկ հին անձնագրի մեջ եղած վիզաները կնինքները ինչ են լինելու դրանց հետ։ Պահպանվելու են։ Այսպես է, դրանք պետք է ուղղակի կրի քաղաքացին իր հետ, այսինքն հին անձնագիրը, որը շապի կդակված կլինի, պետք է լինի նոր կենսաչափական փաստաթղթի հետ զուգահեռ միաժամանակ սահմանհատելի։ Դեն նետել պետք չի, ամեն դեպքում հինը պետք է պահպանել։ Եթե կան վավեր վիզաներ, առավել։ Եվ վերջին հարցը, եթե մարդը ապրում է արտերկրում եւ կարիք ունի փաստաթղթեր փոխելու կամ ցանկությամբ նորը ստանալու կամ արդեն վավերականության ժամկետն անցել է, նոր պայմաններով ստանալու, ինչ է անում։ Մեր հյուպատոսական ծառայությունները եւս վերազինվելու են կենսաչափական տվյալներ հավաքագրելու համապատասխան նույն ստանդարտի, նույն ընկերության կողմից, նույն մասնագետների կողմից այդ ողջ ծրագրավորումը կատարվելու է, նույն ծառայությունն է մատուցվելու նաեւ հյուպատոսարաններում, ասեմ ավելին, առաջին անգամ է, որ մենք սկսելու ենք նաեւ մեր դեսպանություններում վերցնել նույնականացման քարտերի դիմումներ եւ նաեւ նույնականացման քարտ տրամադրել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ։ Զրուցակիցս Նելի Դավթյանն էր, կհանդիպենք։